Դուք ասա դուք ձեր տարիքը զգում եք, հիմա ասում են կենսաթոշակառու 65, դուք ո՞նց եք զգում, զգում եք, որ հետ եք նոր սերնդից, Չեմ ուզում հիշեմ։ Չեք կենտրոնանում տարիքի։ Չեմ ուզում հիշեմ, որովհետև աշխատում եմ ավելի առուկ Երևան։ Իս շրջապատում դե ձեր աղջիկը ոնց տեսանք համախոհ է, բայց մյուսները տարեկիցները չէին ասում դե ինչ սովորես 65-ում։ Ոչ, իմ ընկերները եւ գոլեգաները ինձ զրցեցին, որ ես պետք է իմ ուժը կիրառեմ, որպեսզի նորից էլի նոր ուժ գտնեմ դրա մեջ։ Դուք հիմա ապահովության զգացում ունեք, որ երբ որ արդեն թոշակի բերումով, տարիքի բերումով չաշխատեք, դուք արդեն ձեր անելիք ունեք։ Չէ, ուզում եմ անպայման համաշխատեմ, ամեն անելիքս ունենամ։ Ավյուն ունեք։ Օրենքն էլ փառկասը թույլ է տալի, որպեսզի մարդը եթե կարողանում է աշխատել, եթե արդյունավետ աշխատում։ Այո։ Կին ասա դուք արդեն կենսագրություն ունեցող, փորձ ունեցող, փող աշխատած, վերջելի ամեն ինչ ունեք, չուզեցիք հանգստանալ, ինչ ուզեցիք նորից նոր մի բանի մեջ մտնեք։ Ոչ։ Հետաքրքրություն էր քաղցրի մեջ մտնելը։ Քաղցրակերեք։ Ես ինքս աղջիկս ոչ։ Իսկ ինչի՞ց եք պատրաստում, մի քիչ մանրամասներն ասեք։ Շոկոլադը վերցնում ենք մաքուր հումքից, հենց շոկոլադից, ու բելգիական շոկոլադ է, ու ստեղծում ենք ինքներս մեր իմպրովիզացնում ենք միջուկները, ու տարբեր տեսակի միջուկներով պատրաստում ենք հետաքրքիր շոկոլադներ։ Կարամելային, մրգային, ջրերով, ընդեղենով, հա։ Դեկին ասա իսկ ուսումնասիրել եք ձեր շուկան մրցակիցներ ունենալու եք, դե արդեն ասացիք որոշ չափով, նկատի ունեմ դուրս գալով ձեր քաղաքի սահմաններից, ձեր մարզի սահմաններից, ինչ եք անելու, ոնց եք, որտեղ են սպառվելու ձեր արտադրանքը։ Դեռևս մենք նոր ենք ստեղծել մեր արտադրությունը, այդ մասին դեռ չենք մտածել, տեղական մեր տարածաշրջանում առայժմ կարտադրենք, նորից հետո կորոշենք ինչ կանենք։ Ես տեսնում եմ, որ հատուկ սրտիկներով, գույներով եք արել, պատրաստում եք։ Համահունչ է Սուրբ Սարգսի տոնին, այո։ Մենք մեր մոտ միջոցառում է լինելու աշտարակում շուտով ամսի 24-ին, ձեզ նույնպես հրավիրում ենք քաղցրավենիքի ամտեսի, որը մեր ձեռքի գործն է, ձեռագործ քաղցրավենիքի։ Համեցեք ժամը 10-ին։ Շնորհակալություն։ Գիտեք ինչն է ինձ հետաքրքիր։ Դուք որ աշխատանքից գալիս եք, հոգնած արդեն, երբ եք անում։ Շաբաթ կիրակին եք հատկացած, թե չեք հոգնում այս գործից։ Երեկոյան եւ շաբաթ կիրակի օրերին։ Չէ։ Չենք հոգնում այս գործից, չէ՞։ Ինքը հետաքրքիր է շատ։ Ավելի շատ ձգտում ենք գնալ տուն, որպեսզի մտնենք այս գործի մեջ, հա։ Իսկ ինչ կասեք ձեր տարեկիցներին, դուք ասացիք, որ մտադիր եք նաև իրենց հաղորդակից անել այս աշխատանքին, վարձել, որպեսզի ձեզ օգնեն, եւ ընդհանրապես 60-ից հետո մարդկանց ձեր օրինակով, որ չեք հանձնվում։ Տարիքին աղթում եք, ինչ խորհուրդ կտաք։ Խորհուրդ եմ տալի, իրենք նույնպես ընդգրկվեն այդ սոցիալական ձեռներեցների դպրոցի դասընթացներին, որովհետև կարծես երիտասարդանում ես որպես աշակերտ եւ ցանկություն ես հայտնում ինչ որ գործ սկսել նորից, բացի սեփական պետական աշխատանքից կամ մնացած այլ գործերից։ Բոլորին խորհուրդ եմ տալի, որ անպայման սովորեն եւ որևիցե սեփական գործ տնեն։ Ստեղծագործ մի բան, հա։ Այո։ Ընդհանրապես ասվում է, որ 60-ից հետո, 65-ից հետո մարդը պետք է արդեն ստեղծագործ աշխատանքով, որ թե ինչ որ դժվար, չարքաշ, ֆիզիկապես ծանր, շատ էներգիա բանջող, այլև հենց ստեղծագործ նկարելու հետ կապված ինչ որ մի բան։ Ձեզ ասեմ, այս հարցում ինձ օգնում են ոչ միայն աղջիկս, այլ թոռնիկներս, երկու թոռնիկներս։ Դիզայնի հարցով զբաղվում եմ մեծ թոռնիկս։ Այնպես որ ես մենակ չեմ, շատ հաճույքով կատարում ենք այդ գործը։ Մտածեք ընտանեկան բիզնեսի էլ է նման։ Իսկ մարքեթինգային մասերը, անուն, արշավներ, դա ոնց է կազմակերպում։ Սովորել եք դուք, թե այո, գնացել ենք Մկոյան Գոհարի հետ միասին մենք գնացել ենք Սպիտակ, չէ՞։ Հա, արշավի ենք գնացել։ Մենք տեսել ենք նրանց արած բոլոր գործերը, աշակերտների, այսպես ասած մեր լեզվով, նրանց արած գործերը եւ ավելի ոգեշնչել են, էլի, որ կարող ենք այդ հասակում չկոտրվել։ Նորից էլի
Հասկացել եք որ Նոր տարիքը ինչ ես խոչընդոտ, վերցնում։ հասկացել եք որ տարիքը խոչընդոտ չի։ Այո, Այսինքն այո։ երբ որ մարդ դադարում է սովորել, ծուլանում է, չի ուզում ա, կապ չունի 30 տարեկան ասում է ավելի Իհարկե։ ծեր է։ Այ բաց, իսկ ապագայի ինչ պլաններ կան, մասշտաբները մեծացնել։ Այո, դեռևս նոր ենք ստեղծագործում, ցանկություն ունենք ընդլայնել, տարածքի խնդիր չունենք, սոցիալ ձեռներեցների դպրոցը մեզ օգնեց որոշակի սարքավորումներ ձեռք բերել, մնացածը մենք ինքներս կատարեցինք եւ ժամանակի ընթացքում երևի կընդլայնենք, աշխատողներ կունենանք, ինչպես ասացի, արդեն համայնքապետարանի հետ համատեղ։ Դուք որ գալիս էիք դասընթացին, որ երբ որ որոշում կայացրի գալ սովորելու, դուք արդեն մտքում ունեիք հենց այս գործն անել։ Ինչ մտքով եկաք։ Ոչ, ես սկզբից ուզում էի չրագործություն անել, հետո թխվածքներ եւ վերջապես որոշեցի, քանի որ մեր տարածաշրջանում չկար կոնֆետի գործունեություն, Որովհետև չիրը, չարած շարոցները ձեր մոտ։ Այո, ես մտադրվեցի, որ ավելի լավ է մենք կոնֆետի գործով զբաղվենք։ Իսկ ինչպես հաղթահարեցիք փուլերը, ես գիտեմ որ դժվար ցավություն է եղել այսպես ասած։ Երբ որ սկսեցինք ձեռնարկել եւ դուստրս, ոնց որ առանց սովորելու մենք մի քիչ դժվարանում էինք, վատեր ստացվում, երբ որ արդեն դասընթացներին գնացինք անհատական, արդեն նորմալ է։ Հմտացաք արդեն հեշտ սովորեցիք։ Այո, սարքավորումները ձեռք բերեցինք եւ հիմա արդեն ոնց որ ունի մեջ ենք։ Քանի տեսակի արտադրանք ունեք այսօր արդեն։ Մենք ունենք չրերով, ունենք մրգով, ընդեղենով, կարամելով, մոտ 4-5 տեսակ։ 4-5 տեսակի արտադրանք։ Իսկ ձեր առաջ արդյոք խնդիր եք դրել, որ մարդիկ կարող են անհատական պատվերներ անել, հաշվի առնելով իրենց նախասիրությունները, իրենք էլ ձեզ թելադրեն, թե ինչ արտադրեք։ Ինչպես նաև կորպորատիվների հետ ենք ուզում կապ ունենալ, Համագործակցենք տարբեր կորպորատիվների, տարբեր հիմնարկությունների հետ, մենք իրանք աջակցենք, իրանք մեզ ու համագործակցենք։ Դիքին ասա որպեսզի կարողանաք ձեր սիրած գործը, հիմա արդեն սիրած գործը երկար տարիներ անխոնչնդոտ անել, դուք նաև ձեր առողջ ապրելակերպին հետևեք, այսինքն ամենակարևոր բանը առողջություն, այդ հոգեկան խաղաղություն։ Դուք արդյոք կենսունակ, կինեգործունյա, կինեք, արդյոք ինչ որ գաղտնիքներ ունեք, որ ձեզ դարձում են այսպես էներգիայով լեցուն։ Մեզ էլ ասեք։ Թող իմ աղջիկս։ Չէ, ձեզ եմ հարցնում։ Դուք ինչ վարժություններ եք անում, ինչ որ մի ձևով որ գործունյա եք, մոտիվացված եք, նպատակներ ունեք։ Մարդիկ շատ եմ քայլում, շատ եմ աշխատում երևի։ Աղջիկս գեղեցկության սրահում է, այնտեղ եմ գնում։ Համատեղ աշխատում ենք։ Միշտ գեղեցիկ եմ պահում։